Ես Ջեյմսն եմ, և իմ աշխարհը պտտվում էր աղջկաս, Լյուսիի շուրջ։ Նա սովորական 5 տարեկան երեխա չէր։ What do you see? Grandpa, I can see him. He died last summer. He's in heaven. You know that. But I see him. He's right there. I know how much you miss him. So do I, but... Let's get you inside. Նա խոսում էր խաղաղության իշխանի, Աստծո հետ և գրում մի գիրք, որը պետք է փոխեր մարդկանց կյանքը։ Երբ նա սկսեց հազալ, մենք կարծում էինք թեթև մրսածությունը։ Բայց հիվանդանոցում բժշկի լռությունը մեզ սպանեց։ Թոքաբորբ։ Բարդացած վիճակ։ Աղջկաս անմիջապես հոսպիտալացրեցին։ Նույն հիվանդանոցում մի քանի դուր այն կողմ պառկած էր Էդգարը։ Մի մարդ, ում ես ատում էի հենց առաջին հայացքից։ Նրան բանտից էին բերել։ Նա մենակ էր, լքված երիկամների անբավարարությամբ և հանցագործի անցյալով։ Նա սպասում էր իր մահվանը, առանց որևէ հույսի։ Բայց Լյուսին։ Նա երազում տեսել էր, որ պետք է օգնի հենց Էդգարին։ Մի օր, նա հազիվ շնչելով, գնացել էր Էդգարի մոտ։ Երբ ես իմացա այդ մասին, արյունս գլխիս խփեց։ Բայց Լյուսին հնարավոր չէր կանգնեցնել։ Նա շարունակում էր այցելել Էդգարին։ Նա նրան սովորեցնում էր աղոթել։ Ես տեսնում էի, թե ինչպես է այդ քարացած մարդը սկսում լաց լինել։ Էդգարը պատմեց իր աղջկա մասին, ում չէր տեսել տարիներ շարունակ։ Մենք հույս ունեինք, որ Լյուսին կլավանա, որ սա պարզապես մի փորձություն է։ Բայց մի օր ամեն ինչ փոխվեց։ Լյուսի վիճակը կտրուկ վատացավ, և նա կորցրեց գիտակցությունը։ I don't know. Lucy, breathe. Nurse. Nurse. You're okay. There you go. You're okay. Երբ նա բացեց աչքերը, նայեց ինձ և շշնջաց. Հայրիկ, Էդգարը վատ մարդ չէ։ Նա պետք է ապրի։ Ես գիտեմ, ինչպես փրկել նրան։ Այդ պահին ես չհասկացա, որ նա արդեն ամեն ինչ պլանավորել էր։ Նա գիտեր մի բան, որը մեզնից ոչ ոք չէր պատկերացնում։ Մի գիշեր նրա վիճակը դարձավ օրասական, և բժիշկները ստիպված էին նրան միացնել արհեստական շնչառության սարքին։ Այդ ծանր պահին ես իմացա, թե ինչ էր գրված Լյուսիի գրքի վերջին էջում, և ինչու էր նա այդքան հանգիստ։